Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցել անվտանգության խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության անվտանգային եւ արտաքին քաղաքականության օրակարգին առնչվող հարցեր, հայտնել են կառավարությունից։ Անկախ լրատվամիջոցների, փաստաբանների եւ միջազգային կառույցների բացակայության պայմաններում Բաքվի դատարանում շարունակում են Արցախի նախկին ղեկավարների գործով դատավարությունները։ Հիմա ապացույցների ուսումնասիրման փուլն է, այստեղից սկսվում է զավեշտը, ապացույցներ, որոնք հնարել են կառավարական կաբինետում։ Այս շաբաթվա ընթացքում արդեն երրորդ դատն է Բաքվում, հատկանշական է, որ սիմվոլիկայի սիրահար ադրբեջանցիները հայերին իրենց տխրահռչակ դատարանի առջև կանգնեցնում են մեզ համար օրացույցում սևով ամրագրված ապրիլի 24-ին, բայց խորհրդանիշներն այստեղ չեն ավարտվում, հայերի դատերը ծայրից ծայր կեղծիքի վրա հիմնված մեկ նպատակ ունեն խմբագրել պատմության առանձնահատուկ դրվագներ, ադրբեջանցիներին տարիներով բնորոշ որակավորումներով վերագրել մեզ հայերիս։ Հայաստանի նախկին պաշտպանն ասում է, նրանց թիրախը ոչ թե Բաքվում գտնվողներն են, այլ ամբողջ հայ ժողովուրդը։ Անասելի խորության ատելություն է հորդում ամբողջությամբ։ Միայն պետք է տեսնել, թե ինչ աստիճանի կեղծիքներ են ներկայացված։ Հայերը այդտեղ ներկայացվում են դաժան, անողոք, ոչ թե խոսքը վերաբերում է իշխանությունների կոնկրետ ժամանակահատվածի, այլ վերաբերում է հայ ժողովրդին։ Ծայրաստիճան որակավորումները հայերին տարբեր վայրագություններ վերագրելը ոչ միայն պատմությունը խեղաթյուրելու, դրանք իբր թե պաշտոնապես դատարանով արձանագրվող փաստաթղթեր ունենալու համար են, այլ նաև քարոզչական նշանակություն ունեն։ Այսպիսով, երկրի ներսում խորանում է ատելությունը հայերի նկատմամբ։ Դատախազները կեղծ փաստաթղթերում գրել են, թե մինչև օկուպացիան հայկական զինուժը հրթիռակոծել ու հրետակոծել է Շուշին ու հարակից գյուղերը։ Այս իրադարձությունների ժամանակ ադրբեջանցիներ են սպանվել, վիրավորվել կամ գերի ընկել։ Ավելի են սրել երևակայությունը, հայկական զինված ուժերը ջրատարներ եւ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծեր են պայթեցրել ադրբեջանցիներով բնակեցված գյուղերում, լուրջ վնասներ հասցնելով կրթական, առողջապահական եւ այլ քաղաքացիական հաստատությունների։ Նաեւ այս փաստերով են քրեական գործեր հարուցվել։ Նրանք այս կերպ ապացուցում են թեզեր այսպես կոչված այդ արևմտյան Ադրբեջանի ամեն ինչ անելու են ցույց տալու համար, որ Հայաստան գոյություն չունի, հայերի հետ հնարավոր չէ ապրել, հայերն հայտնվել են այս տարածաշրջանում 19-րդ դարում։ Էլ զինվորական, էլ բժիշկ, էլ խեղճ ու կրակ ռանչպար, իբր ադրբեջանցի ականատես տուժողներ են, որ ցուցմունք են տալիս հայերի դեմ, արդար քննություն պահանջում։ Այս ամենի մասին տեղեկանում ենք հատուկենտ լրատվամիջոցից միայն, որոնքի դեպ բացառապես նույն տեքստերն են հրապարակում, նույն բառապաշարով, նույն խմբագրումներով։ Ամեն հնարավոր քայլ հանուն հայերի հավաքական մեղսագրման։ Ադրբեջանի իշխանությունների համար հայերի դատը կենսական կարևորություն ունի, այն հաղթաթուղթ է կեղծիքի վրա հիմնված։ Հայաստանի նախկին օմբուդսմենն ասում է, հենց այս պատճառով են փակված իրավական բոլոր ուղիները եւ եթե վերադարձ, ապա միայն քաղաքական ճանապարհով։ 2024 թվականի ընթացքում Հայաստանի զինված ուժերի ու այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 2093 դեպք։ Այս մասին Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Նվազում է արձանագրվել 267 դեպքով կամ 11.2%-ով։ 2023-ին արձանագրվել է 2358 դեպք։ Նրա խոսքով արձանագրված դեպքերից 762-ը կամ 36.4%-ը եղել են պատահարներ, 1331-ը հանցագործություններ, որոնցից 715-ը եղել են զինվորական, 616-ը այլ հանցագործություններ։ 2024 թվականի ընթացքում զինված ուժերում ծառայության հետ կապված հանգամանքներում արձանագրվել է 27 զինծառայողի մահվան դեպք։ Հիշեցնենք 2023 թվականին թիվը կրկնապատիկ էր 54, նշել է Վարդապետյանը։ 2023 թվականին արձանագրվել էր 2358 դեպք։ Արձանագրված դեպքերից 762-ը կամ 36.4%-ը եղել են պատահարներ։ 1331-ը կամ 63.6%-ը հանցագործություններ, որոնցից 715-ը կամ 53.7%-ը զինվորական, 616-ը կամ 46.3%-ը այլ հանցագործություններ։ 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում զինծառայողների կրկին ձեր ուշադրությունն եմ հրավիրում ծառայության հետ կապված հանգամանքներում արձանագրվել է 27 զինծառայողի մահվան դեպք։ Հիշեցնեմ 23 թվականին թիվը կրկնապատիկ էր 54-ը։
Մեծ եղեռն լատիներեն տառերով պաշտոնական ամերիկան վերադառնում է այս տերմինին, որն առաջինը Օբաման էր կիրառել 2009-ին։ Բայդենյան հայոց ցեղասպանությունը, որ փոթորկել էր հայ հասարակության զգացմունքներն ու հանցագործության ճանաչման հույս արթնացրել, ջնջում է նախագահ Թրամփը։ 1.5 միլիոն հայերի սպանդը հիշում, ոգեշնչում, բայց այն որակում է եղեռն, ոչ ցեղասպանություն, ինչպես նախագահության նախորդ շրջափուլում էր։ Այսօրը մենք ականատեսն ենք ողբերգությանը դեմ հանդիման հայ ժողովրդի ամրության եւ տոկունության։ Մենք բախտավոր ենք, որ այնքան շատ հայեր մեր ափերն են բերել իրենց հարուստ մշակույթը եւ նպաստ բերել մեր երկրին, այդ թվում պարգևների արժանացած զինվորներ, նշանավոր արտիստներ, հռչակավոր ճարտարապետներ եւ հաջողակ գործարարներ։ Հայկական ականջին հաճելի այս քաղցրախոսությունը, սակայն մեր շահերից առանձնապես չի բխում։ Թրամփին թուրք-ադրբեջանական լոբբիստները կարողացան համոզել, որ լավ հարաբերությունները սկսում են տերմինաբանությունից, լավ դիվանագիտությունը նաև եզրույթների ընտրություն է։ Վաշինգտոնը փոխում է քաղաքականությունը Երևանի նկատմամբ, պատահականություն իհարկե չէ, պնդում է ամերիկագետը։ Կարծում եմ սպասելի էր, որովհետև շատ ակտիվ աշխատում էին ցեղասպանության եզրույթի չկիրառման համար եւ թուրքերը եւ ադրբեջանցիները եւ կարծում եմ Հայաստանի իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունը եւս նպաստել է նրան, որպեսզի ցեղասպանություն տերմինը Միացյալ Նահանգների նախագահի ապրիլ 24-յան ուղերձում տեղ չգտնի։ Թուրքիան փորձում է իրեն ներկայացնել որպես տարածաշրջանային գերտերություն եւ Միացյալ Նահանգներին ցույց տալ, որ առանց Թուրքիայի դժվարություններ կլինեն եւ Սիրիայում եւ հարավային Կովկասում եւ Մերձավոր Արևելքում։ Քննարկման մեկ այլ թեմա է Թրամփի խոսքը հայ-ամերիկյան ռազմավարական գործակցության փաստաթղթի մասին, որը ստորագրվեց Բայդենի նախագահության վերջին օրերին։ Թրամփը ձևակերպում է մեջբերում. անհամբեր սպասում ենք Հայաստանի հետ մեր ռազմավարական գործընկերության շարունակմանը եւ տարածաշրջանային կայունությանն աջակցելուն։ Մասնագետը այստեղ լուրջ սպասելիքներ չունի, ասում է հետևողական աշխատանք չի տարվում հայկական կողմից, իսկ թուրք-ադրբեջանական կողմը մեկը մյուսի հետևից լոբբիստների ձեռքով հաջողություններ է գրանցում։ Ռազմավարական գործընկերը որոշել է, որ հայոց ցեղասպանությունը այլևս ցեղասպանություն չէ։ Արդյոք սա նորմալ է։ Ես կարծում եմ, դա պետք է թողենք մեր հեռուստադիտողների եւ ընթերցողների, այսպես ասենք, խղճին եւ տրամաբանության։ Նախագահ Թրամփի նահանջը հայոց ցեղասպանության ճանաչումից խայտառակ պարտություն է թուրքական սպառնալիքներին, հայտարարել է Վաշինգտոնի Հայդատի գրասենյակի գործադիր տնօրենը։ Նրա համոզմամբ ԱՄՆ առաջնորդի բաց թողումը դիվանագիտական վրիպակ չէ, այլ միտումնավոր նահանջ ճշմարտությունից։ Ամերիկայի նախագահի դիրքորոշման մասին պատկերացումները կամբողջացնեն նաև առաջիկա օրերի զարգացումները։ Ամերիկագետը հիշեցնում է, այս ընթացքում է Թրամփը որոշելու Ադրբեջանին օգնություն տրամադրելը արգելող 907 բանաձևի ճակատագիրը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայոց ցեղասպանության վերաբերյալ գրառում է կատարել եւ նշել, որ չնայած անասելի կորստին հայ ժողովուրդը դիմացավ եւ հաղթեց, այսօր մենք մեծ եղեռնը հիշում ենք ոչ թե միայն սգո, այլև վճռականությամբ։ Մենք հարգում ենք անցյալը եւ ակնկալում ենք աշխատել Հայաստանի եւ տարածաշրջանի կայուն խաղաղության, բարգավաճման եւ անվտանգության ուղղությամբ, ասվում է Ռուբիոյի X էջում արված գրառման մեջ։ Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը ժամանել է Բաքու, նրան ընդունել է նախագահ Իլհամ Ալիևը։ Այցի ընթացքում նախատեսված են մի շարք պաշտոնական հանդիպումներ, այդ թվում հանդիպում արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Լիովին աջակցում եմ այս նախաձեռնությունը անկախ նրանից, ինչ որոշում կկայացնեք, ասել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը Ազատության հրապարակում տեղադրված վրանում արցախցիների հետ հանդիպման ընթացքում։ Մանրամասն տեղյակ եմ իրականացվող աշխատանքներին, ձեր որոշումներին, առաջարկվող տարբերակներին։ Հայաստանի կառավարության առաջարկած ծրագրերն ունեն բազմաթիվ խնդիրներ, ես ասել եմ, որ բնակարանային խնդիրը հենց սկզբից տապալված ծրագիր է, նշել է Շահրամանյանը։ Մենք ՆԱՏՕ-ին բոլորս համաձայն ենք, որ Ռուսաստանը երկարաժամկետ սպառնալիք է ներկայացնում ՆԱՏՕ-ի ամբողջ Եվրաատլանտյան տարածքի համար։ Հայտարարել է Դաշինքի գլխավոր քարտուղարը Վաշինգտոնում Ամերիկայի նախագահ Թրամփի հետ բանակցություններից հետո։ Նա հավելել է, որ Թրամփի վարչակազմը նախկինի պես հավատարիմ է ՆԱՏՕ-ին, չնայած Վաշինգտոնն ավելի ու ավելի է մեծ ուշադրություն դարձնում Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին։ Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Ուկրաինայի հարցի խաղաղության բանակցությունների խոչընդոտն այս պահին Ռուսաստանի դիրքորոշումն է։
Իշխող վրացական երազանք ժողովրդավար Վրաստան կուսակցության նախագահ նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու որոշման մասին։ Համապատասխան հայտարարությունը նա արել է ճեպազրույցի ժամանակ։ Նա նշել է, որ ցանկանում է պաշտոնապես տեղեկացնել հանրությանը իր մտադրության մասին։ Վերջին մի քանի շաբաթների ընթացքում իմ ապագա քաղաքական գործունեության մասին շահարկումները չեն դադարել, ուստի պարտավոր եմ հասարակության առաջ տալ հարցերին սպառիչ պատասխաներ, ասել է Ղարիբաշվիլին։ Իրենց կյանքը ցուցադրելու եւ սոցիալական ցանցերում բաղձալի լայքեր ստանալու ցանկությունը ոմանց մղում է զզվելի ծայրահեղությունների։ Դա ակնհայտ է դարձել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության ժամանակ, որտեղ շատերը սելֆի են արել Պոնտիֆիկոսի դագաղի մոտ։ Ինստագրամյան լուսանկարներից մեկում գլխաշորով մի կին ժպտացել է տեսախցիկին, ցույց տալով Հռոմի Պապին, իրենցից մի քանի մետր հեռավորության վրա։ Շատ հավատացյալների համար այս պահվածքը եղել է անընդունելի։ Քլոե Քարդաշյանը քննադատության է ենթարկվել իր ձախողված ֆոտոշոփի պատճառով։ Երկրպագուները քննադատության են ենթարկել Քլոեին իր նոր Քլոեն հրաշքների աշխարհում ոդկասթի գովազդային լուսանկարը ենթադրաբար խմբագրելու համար։ Տեսնելով Քարդաշյանները ռեալիթի շոուի նկարահանման հրապարակում արված չմոնտաժված կադրերը, սա իրականում խենթություն է։ Սրանք երկու բոլորովին տարբեր մարդիկ են։ Քլոեն միշտ բոլորովին այլ տեսք է ունեցել իրական կյանքում։ Նա կարծես թե կիրառում է ամենածայրահեղ ռետուշը, գրել են երկրպագուները։ Պեկ ներքին անվտանգության վարչության օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Իրանից մուտք գործող բեռնատարում արկա է մաքսային հսկողությունից թաքցված ապրանք։ Արդյունքում հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքնված տարբեր տեսակի 7300 տուփ ծխախոտ։ Ոչ օրինական ճանապարհով ծխախոտի ներմուծման փորձը կանխվել է։ Դեպքի առնչվող նյութերն ուղարկվել են Պեկ իրավաբանական վարչություն հետագա ընթացքն ուսումնասիրելու նպատակով։ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մասով քրեական վարույթ եւ ապօրինի գույքի բռնագանձման հայց կա։ Այս մասին ազգային ժողովում դատախազության 2024-ի գործունեությունը ներկայացնելու ընթացքում ասել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Դատախազը նշել է, որ ապօրինի գույքի բռնագանձման հայցը ներկայացվել է դեռևս 2024-ի օգոստոսին։ Դրանից ավելի վաղ նաեւ քրեական վարույթով դատարան ուղարկված մեկ այլ գործ էլ կա, նշել է Վարդապետյանը։ Տիգրան Մեծի պողոտայում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երթուղային ավտոբուսի վարորդ 51-ամյա տղամարդուն դանակահարել է Ford Mach-ի մեքենայի 49-ամյա վարորդը։ Այս մասին տեղեկացրել են ներքին գործերի նախարարությունից կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ, ասված է հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, տրանսպորտային միջոցներից մեկի վարորդը դանակահարել էր 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդին։ Մինչև 236 միլիոն եվրո գումար Եվրոպական ներդրումային բանկից Քաջարան-Սիսիան նոր 60 կիլոմետրանոց ճանապարհի կառուցման համար դեռ նախորդ տարեվերջին հայտնի դարձավ Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական ներդրումային բանկի պայմանավորվածության մասին։ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում էլ քննարկվում էր պայմանագիրը վավերացնելու մասին նախագիծը։ Ընդհանուր ծրագիրը կիրականացվի 3 ենթահատվածներով։ Դա հյուսիսային ենթահատվածն է 27 կիլոմետր երկարությամբ, այս հատվածը անցնում է Նորավան, Վաղատին, Որոտան, Դարպաս, Լոր, Շենաթաղ բնակավայրերի մոտով, երկրորդ հատվածը Բարգուշատի թունելն է 86 կիլոմետր երկարությամբ եւ հարավային ենթահատվածը 24 կիլոմետր երկարությամբ, որտեղ ճանապարհը անցնում է Լեռնաձոր, Գեղի եւ Նոր Աստղաբերդ բնակավայրերի մոտով։ Ծրագիրը կհամաֆինանսավորվի նաև վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի կողմից։ Ասիական զարգացման բանկը նույնպես կֆինանսավորի ճանապարհի կառուցումը։ Պայմանագիրը բանկի հետ սակայն դեռևս վավերացված չէ։ Սիսիան-Քաջարան ճանապարհին նախատեսվում է թունելների եւ կամուրջների կառուցում։ Շինարարական աշխատանքների կատարման ժամկետը 6 տարի է։ Հարց հնչեց, եթե ճանապարհը կառուցվում է միջազգային ստանդարտներին համապատասխան, այդ դեպքում ինչու օրինակ Լծենի ճանապարհը չի համապատասխանում այդ ստանդարտներին։ Լծենի ճանապարհը մենք միջազգային ստանդարտներով չենք կառուցել ենք մեր Հայաստանի Հանրապետություն գործող նորմերով եւ ստանդարտներով։ Հյուսիս-հարավ ճանապարհահատվածի ստանդարտները, որը մինչ օրս կիրառվել են, երկու հիմնական ստանդարտներ են կիրառվել, դա աշտո-ամերիկյան ստանդարտները, իսկ հարավային հատվածում առավելապես մենք կիրառել ենք եվրոնորմերի ստանդարտները համակցած մի քանի այլ ստանդարտներով։ Նախագիծը կներառվի նաև հանձնաժողովի նիստերի առաջիկա օրակարգում։
Էջմիածնի Սասունցի Դավիթ թաղամասում խնդիրների պակաս չկա, կոյուղի չկա, էլեկտրամարտակարարումը ժամերով անջատվում է եղանակային պայմաններից ելնելով, ճանապարհը նորոգված չէ ու այսպես շարունակ։ Սակայն ըստ քաղաքացիների գլխավորը կոյուղու խնդիրն է։ Քաշահոտն ու հակասանիտարական վիճակն ուղեկցում են իրենց ամեն քայլափոխին։ Պատուհան բացել չեն կարողանում։ Ոչ մեկը կոյուղի չունի, աղբյուր ջան։ Զուգարանները Էսա զուգարանը։ Անձրևները գայի լսում ա մեջ է, ելեմ թափ։ Տվել են հոտը խայտարակություն։ Հյուրերնի խայտարակեցի, ասպես չոտա գարով։ Ասի ոչինչ, միշին չէ։ Այս երեխեն որ գալի ջուր խմելու, ոտից գլուխ ցեխոտն տունա գնում։ Երկրորդ խնդիրը Խաչմերուկի անվտանգության հարցն է, երթևեկությունը կարգավորող ցուցանակներ չկան, ճանապարհ անցնել չեն կարողանում ու հաճախ պատահարներից խուսափել չի լինում։ Բնակավայր է, այստեղ զնակներ չկա, բան չկա։ Ես անձամբ ավտոն խփեց սպանել, ինքը մահացավ, ես էլ մեռնելուց եմ պրծել։ Գալի անցնում են առաջի դասարանի երեխեքը, մի քիչ ուշադրություն։ Ոչի բան նվեզի հաշվի չեն առնում։ Ամենալավ մուծողներն են, կոմունալ մուծող ժողովուրդը մենք ենք, բոլորը։ Չկա այդպես որ կանոնավոր, հա։ Հասնի 10-ից լրիվ մուծվում է, իսկ ինչի՞ պիտի տենց անպատասխան մնանք մենք։ Էջմիածինցիներն ասում են տարիներ առաջ ընտրությունների ժամանակ իրենց խոսք էին տվել, որ կլուծեն բոլոր խնդիրները, սակայն թվարկված խնդիրներից եւ որևէ մեկը չի լուծվել այս ընթացքում։ Հակառակ ամեն ինչ ավելի է սրվել հորդառատ անձրևների ժամանակ։ Ընտրության ժամանակ իրանք եկել են, մենք ցույց ենք տվել ակրազենի տենց անձրևները տենց գոլեր անուշադրության հականենք ու գնացինք։ Հիմա ժողովուրդը հավաքվել եւ այստեղից դիմում են կառավարությանն ու տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարին, որպեսզի վերջապես իրենց խնդիրը լուծեն եւ իսկ նրանց համար թիվ 1 խնդիրը կոյուղին է, գարշահոտ է տիրում առանց չափազանցության։ Չկա անգամ կոյուղու գծեր։ Ուզում են, որ ի վերջո Էջմիածնի քաղաքապետարանը հիշի խոստումների մասին, գործի անցնի ու լուծի սկզբում կոյուղու, հետո արդեն կուտակված մյուս խնդիրները եւ վերջում իհարկե երեխաների խաղահրապարակի հարցը։ Երեխեքը ֆուտբոլ են ուզում խաղան, տեղ չկա։ Տեսեք ընդեղի շլախ կարան սարքեն, բայց չեն սարքում երեխեքի համար։ Վերջին օրերին հորդառատ անձրևն իսկական արտակարգ վիճակ էր ստեղծել ամբողջ հանրապետությունում։ Արմավիրի մարզում Զվարթնոց թաղամասի հարևանությամբ գտնվող կամրջի տակ անձրևաջրերից իսկական լիճ էր գոյացել։ Վարորդների խոսքով ամեն անգամ նույն վիճակն է լինում, հենց անձրև է գալիս Էջմիածնի քաղաքապետարանի ուշադրությունն են հրավիրում ջրահեռացման նորմալ համակարգ անցկացնելու համար։ Դրա պատասխանատուն հավանաբար կամ Էջմիածնի քաղաքապետն է կամ տարածքային եւ ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամент հիմնադրամը։ Գուցե նաեւ Վիոլա ջուրն է, որ պետք է ջրահեռացման խորովակները մաքրեն կամ փոխեն նորը դնեն։ Հա։ Նույն պատկերն էր նաև մայրաքաղաքում, նորից հորդառատ անձրև, նորից ջրով լցված փողոցներ ու կաթվածահար երթևեք։ Օրինակ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Արնո Բաբաջանյան փողոցը իսկական լճակ էր հիշեցնում։ Դեպի Չարբախ տանող ճանապարհահատվածի կամրջի տակ երթևեկությունը դարձել էր վարորդների համար իսկական պատուհաս։ Լավ վիճակ է, էլի ձուկ բռնենք։ Ո՞ւր է ջուգել չկա։ Շատերը չէին էլ փորձում անցնել, շրջանցում էին, եթե անգամ հաջողվում էր դա, ապա համարանիշներն էին մնում ջրի տակ։ Մի քանի ավտոմեքենա վարորդներ նշում են, որ համարները հազիվ են գտել։ Եվ այդ ամբողջ ընթացքում ոչ քաղաքային իշխանությունից, ոչ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից եւ ոչ էլ Վեոլիա ջուրընկերությունից որևէ աշխատակից չի ժամանել։ Ապրիլի 25-ին Օշականի Խաչմերուկում բախվել են 34-ամյա Գևորգի Նիսան Տիդան եւ 29-ամյա Սոֆիկի Հյունդայի Սոնատան։ Նիսան Տիդան դուրս է եկել երթևեկելի գոտուց հայտնվել դաշտում բախվելով քարերին։ Հյունդայի Սոնատայի հղի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակ բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջին օգնության են հասել քաղաքացիները։ Օպերատիվ է գործել Աշտարակ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Ժամանել են նաեւ ոստիկանության բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի բարեկները։ Այս հատվածում, այս Օշականի Խաչմերուկում հաճախակեն ճանապարհատրանսպորտային պատահարներ տեղի ունենում, այդ թվում վիրավորներով, այդ թվում ողբերգական։
Ապրիլի 24-ին Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են Մերսեդեսը եւ Նիսան Տիդան, վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով բախվել հաստաբուն ծառին ու պատին։ Երկու հոգի տեղափոխվել են, մեկը Սևան բժշկական կենտրոն, մյուսը Հրազդան բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել ոստիկանության բարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի առաջին վաշտի պարեկները։ Դեպքի վայր են ժամանել նաև համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնի հերթապահ խումբը։ Ապրիլի 24-ին Թբիլիսյան խճուղուց դեպի Կորեայի ձոր տանող ճանապարհատվածում բախվել են 25-ամյա Տիգրանի Լեքսուսը եւ 40-ամյա Գոռի Կիան։ Այնուհետև Լեքսուսը վրաերթ է ենթարկել մայթում կանգնած հետիոտնին, ապա կոտրել լուսակին ու դուրս եկել երթևեկելի գոտուց։ Վրաերթի ենթարկվածին առաջին օգնության են հասել Լեքսուսի ու Կիայի վարորդները, նաեւ քաղաքացիները։ Հետո արդեն Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նա տեղափոխվել է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ։ Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի առաջին վաշտի պարեկները։ Փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ թշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։ Տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային անձնագործությունների քննության բաժին։ Ապրիլի 23-ին Երևան-Սևան ճանապարհին բախվել են 41-ամյա Զոհրաբի Լեքսուսը եւ 43-ամյա Արթուրի Բիդը։ Մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո հեռացել է։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի պարեկները։ Նախնական տեղեկություններով Լեքսուսը հայտնվել է անձրևաջրերի մեջ, ինչի հետևանքով վարորդը չի կարողացել կառավարել մեքենան, անցել է բաժանարար գոտու հատվածը ու բախվել դեպի Սևան ընթացող Բիդին։ Ապրիլի 22-ին Կոտայքի մարզում Արտաշատի խճուղում բախվել են 40-ամյա Հովսեփի Մերսեդեսը եւ 48-ամյա Սասունի ՎԱԶ 2107-ը։ Վերջինը շրջվել է։ Մեկ հոգի դիմել է Աբովյան բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են փրկարարծառայության Աբովյանի շեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի պարեկները։ Նշված ճանապարհին կարելի ասել հատուկենտ էր վթարներ լինում տարիներ առաջ, քանի որ ամբողջությամբ անբարեկարգ ճանապարհեր, ժողովրդի լեզվով ասած մարդաբոյ փոսեր կան ու վերջերս երբ կառավարության հովանավորությամբ ճանապարհն ամբողջությամբ ասֆալտապատվեց, ցավոք որոշ վայ վարորդների մեղքով ճանապարհատրանսպորտային պատահարները այս ճանապարհին ավելացել է, այդ թվում ողբերգական։ Նորից մայրաքաղաքում Chevrolet Volt են թալանել Քանաքեր Զեյթունի Վահյան փողոցի առաջին շենքի բնակչուհու անչափահաս աղջիկը դասի գնալիս նկատել է, որ մորը պատկանող Chevrolet-ն թալանել են։ Հետո արդեն մայրն է ահազանգել ոստիկանության Քանաքեր Զեյթունի բաժին։ Գողություն հատկանիշներով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ի դեպ քաղաքացիները հայտնել են, որ 1 տարի առաջ այդ կնոջ տնից ապրանքներ ու գումար էին գողացել, իսկ գործը մինչև օրս չի բացահայտվել։ Հույս ունեն, որ գոնե այս մեկը կբացահայտեն։ Ցավալի է, որ վերջին օրերին սնկի նման աճում է ավտոմեքենաների թալանման դեպքերը ոչ միայն Երևանում, այլ նաև Հանրապետությունում եւ մեծ մասը թալանում են Chevrolet Volt մակնիշի ավտոմեքենաներ։ Եվ ապրիլի 24-ին արտարոց դեպք է տեղի ունեցել մայրաքաղաքում, ահազանգ է ստացվել, որ Մալաթիայի ոսկու շուկայի հարևանությամբ գտնվող կանգարում մահացած քաղաքացի կա։ Սակայն օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը պարզել է, որ քաղաքացին ընդհանրապես քնած է։